այդ ժողովրդավարության իբր sense մթնոլորտի այդ շղարշի ներքո, որ նայում ենք ինչ է տեղի ունենում։ Նայեք, ես անցյալ շաբաթ հրապարակեցի ձայնագրություն։ Ձայնագրությունով հստակ ցույց տվեցինք, որ գործում է սխեմա, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի օրինակով ցույց տվեցինք, որ կազմակերպված բարձր մակարդակով մարդկանց պարտադրում են ուսանողների, դասախոսների պարտադրում են գնալ իշխանության նախընտրական հավաքներին ու ինչ, մինչև հիմա ոչ մի բան, ոչ մի արձագանք հատուկ անունները նշել էի, մեր հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացրել էինք, ովքեր են պատասխանատուները, որ ոչ թե, որ որևէ մեկը չփորձի, ոչ ուսուցիչներին ճնշումների ենթարկել, ոչ դասախոսների, ոչ ուսանողների, որտեղ նրանք են ի վերջո նաև այն մարդիկ ում ճնշում են, այդ զոհերը, ում էլ հետո փորձում են պատժել։ Եվ ոչ մինչ այս պահը հատուկ նշել էինք նաև անուններ։ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, որևէ մեկը նրանցից հարցաքննվել է, որևէ մեկը նրանցից ձերբակալվել է, իսկ ինչ է տեղի ունենում հակառակ կողմից, իշխանության հետ իրավապահ մարմինները ստացվում է սինխրոն աշխատում են։ Իշխանությունը մի հատ հայտարարություն անում է միտինգի ցույցի ժամանակ, մի անգամից սինխրոն հայտարարությունը անմիջապես լինում է իրավապահ մարմիններից։ Այստեղ ընդհանրապես կապ չկա ոչ մարդու իրավունքների, ոչ ժողովրդավարության հետ։ Ամբողջը քաղաքական այս քարոզարշավի բաղադրիչներով է։ Մյուսը, այս քարոզարշավի սպառնալիքների ու վախի քարոզարշավի հիմնական առանձնացող էլեմենտներից է։ Այս իշխանությունը մահը դարձրել է որպես պաշտամունք։ Մահը որպես պաշտամունք։ Ասում են, խոսում են անընդհատ այս վերջերս զինվորների ու առասարակ մարդկանց զոհվելուց։ Ասում է, ինչի՞ չեք զոհվել պատերազմի ժամանակ։ Բա ո՞նց կարող է մարդ, որ վարչապետա ում կոչումով մեր զինվորները գնացել են ում կոչ անելով, ում ասելով մեր զինվորները գնացել են պատերազմ, ով զոհվել է նաև հերոսաբար, արիաբար, բայց այն տղերքը, որ գնացել են պատերազմ, ասում են, ինչի՞ չեք զոհվել։ Ես սա գնահատում եմ բացառապես որպես մեղքը մեր զինվորների վրա դնելու ակնհայտ քայլ։ Իրենց վրայից մեղքը գցում են, դնում են մեր զինվորների վրա, պատասխանատվությունից նաև փախնելու համար։ Եվ անհասկանալի է, էլի բարոյական ոչ մի բանի մեջ չի տեղավորվում։ Ոնց կարող է Հայաստանի վարչապետը ուրախանա կամ ասի մատ հիմնավորեք ինչ չեք զոհվել ու ուրախանա նրա համար, որ ասենք մարդիկ զոհվել են, ինչ լավ է, այստեղ գոնե ես կունենամ մեղքը գցելու բան ինչ որ մեկի վրա։ Հակառակը չէ, պետքա ուրախանաս, որ մարդիկ չեն զոհվել, կենդանի են մնացել, ամեն մեկի կյանքը արժեք է։ Ու պաշտպանության նախարարն էլ հələ տեսեք ինչ անում, հələ խոսքի վիճակը լակոտի պես իրան պահելով, արայով խոսալով քաղաքացիների ամբողջ ուղի եթերներով գնում է, ասում է ինչի հիմնավորեք ինչի չեք զոհվել։ Բա դու մի հատ կարաս հիմնավորես, դու ինչի չես զոհվել։ Դու կարաս հիմնավորես 15 մեր զինվորները, որոնք կացարանում հրդեհի հետևանքով մահացան։ Դու կարաս հիմնավորվես, ինչի այդ տղերքը մահացան։ Բա մահացան նրա պատճառով, որ ձեր նշանակած վարչապետի նշանակած նախարարի ժամանակ նրա պատճառով այս Սուրեն Պապիկյանի, որ խոսում ասենց, ու նաև նրանց ընտրած հրամանատարների պատճառով։ Պաշտպանության նախարարը, պաշտպանության բա դու նախարար ես, նախարարի ֆունկցիան այն է, որ դու պատերազմը նենց կազմակերպես, եթե կա այնպիսի քաղաքականություն տանես, հնարավորինս քիչ մարդ զոհվի։ Բայց ոչ թե որ ուրախանաս նրա համար, որ ասես ինչ լավ է, բանը զոհվեք կամ ինչի չեք գնացել զոհվել։ Սա, գիտեք ինչ կա, օրինակ Ստալինի ժամանակ երբ պատերազմից ֆրոնտից հետ էին գալի կամ տանում հարցաքննում էին ու պատժում էին մարդկանց։ Հիմա սա նույն ստալինիզմն է։ Այս մարդիկ, որ այսքան խոսում են եվրոպական արժեքներից, ստալինիզմի քարոզ են անում, սրանք ստալինիզմի դրսևորումներն են։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։